Սոցիալական մեդիայում եւ զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի եւ լիազորությունների վերաբերյալ, որոնք հարկ են համարում անդրադառնալ սորև։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Ավելին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտակման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իրեն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հիշեցնենք, որ Բաքվի բանտում ապօրինաբար գտնվող Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, թե ինչ է ձեռնարկել ՄԻՊ-ը հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։